Պարոն Կարապետյան, որվա կասեք։ Պարոն Կարապետյան, ցեղասպանության ճանաչումը խաղաղությանը խանգարում է։ Օրվա խորհուրդ, պարոն Կարապետյան, մեր երկրի առաջ երկու այլ ընտրանք, հա։ Առաջինը ինչպես առաջարկում է իշխանությունը մոռանալ մեր պատմությունը, մոռանալ 1.500.000 անմեղ սպանված հայերի ճակատագիրը ու դրա դիմաց պատկերացնում եք իրանք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք 1.5 միլիոն մարդու ճակատագիր մոռանանք դիմացը առաջարկում են էժան ասենք լոլիկ Թուրքիայից բերենք որն է մեր գնահատանքը ընդհանուր մենք մեր հանդեպ մերինք որպես ազգ մեր ազգային ինքնասիրության ասում են սա սադրանք պարոն Կարապետյան մենք այ դրոշ այրելը այս պահանջատիրական թեզերը նույնիսկ նոր պատերազմ են բերելու սրանով մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանությունը սադրանք է դա Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել է ցեղասպանությունը, սադրանք է դա, իհարկե սադրանք չէ, մեզ պետք է ցեղասպանության համաշխարհային ճանաչում, մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է հայերի անմեղ, հայերի կոտորածը, ինչպես դա երկարաժամկետ տարածաշրջանում արդարության վերականգնման միակ լավ ճանապարհն է, ազգերի միջև խաղաղության երկարաժամկետ եւ համերաշխության հաստատման միակ ճանապարհն է եթե մեկը ստիպում է քեզ 1.5 միլիոն քո ազգի մեծ նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ սպանդ իրականացնելուց հետո եւ դու ընդունում ես որ կարելի է քո հետ այդպես վարվել դու ընդունում ես որ քո հետ այդ մեթոդներով են շփվում երկրներ կան դուք նայեք հոլոկոստի օրինակով ինչպես է աշխարհում մինչև հիմա ինչպես ուժ վերցրեց Իսրայելի պետությունը հոլոկոստի իր տանջանքներից իր ազգի տանջանքներից եւ վերածվեց տարածաշրջանային տերության մեր կյանքի փորձը մեր պատմական փորձը մի բանի մեջ է ապացույցը մի բան է առաջին հանրապետության փորձի պատմական փորձի ապացույցն է մի բան մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք։ Եղել է այդպիսի բան, մեր նախնիները այստեղ են տեղափոխվել բռնի նրանց մեծ մասը, հարազատների մեծ մասը ճանապարհին սպանվել է։ Դա ճշմարտություն է։ Եթե մենք մոռանում ենք հիմա, մենք դուռ ենք բացում ապագայում, ասում ենք, որ մեզ հետ այդպես կարելի է։ Արդեն վարվել են մեզ հետ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանումը, էթնիկ զտումներ, Թուրքիայի փոքր եղբայրը Թուրքիան ներգրաված են այս բոլոր գործընթացներին։ Ձեր կուսակցությունը, ձեր ուժը ինչ առաջարկ ունի արցախցիների համար։ Մի բան ասեմ։ Որ Արցախի մեր հայրենակիցները այստեղ են ու ողջ առողջ, դրա մեծապես դեր ունի ցեղասպանության ճանաչման վերջի 50 տարվա քայլերը, որովհետև Ադրբեջանի նախագահը ամեն դեպքում կպահել է սահմանափակման մեջ իր նկրտումները եւ մեծի մասամբ մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը մինչև Հայաստան վտանգի տակ լինելով նրանք հասել են Հայաստան։ Սա ապացույց է, որ ցեղասպանության ճանաչումը ունի երկու կարևոր հիմնաքար։ Առաջինը ապագայի համար կանխարգելում, որպեսզի մենք ունենանք, հետագայում չունենանք այդպիսի մեր պատմության մեջ այդպիսի իրադարձություններ, իմանան, որ ով անում է պահանջատեր ենք մենք, երկարաժամկետ 100 տարի անցնի, 130 տարի անցնի, մենք լինելու ենք պահանջատեր։